Տաղավարում ինձ հետ աշխատում է այսօր Մոսկովյան խմբագրության գլխավոր խմբագիր Հայկ Խալաթյանը, ողջույն Հայկ, գիտեմ Հայկ մեր գործընկերները նույնպես մասնակցում են այս պահին ջահերթին, գիտեմ դուք էլ մասնակցում եք եւ եթերի պատճառով եկաք տաղավար եւ մեր հայրենակիցների հետ, ինչպես նշեցի, մեր գործընկերները այսօր ձայն են բարձրացնում ընդդեմ մոռացության եւ ուրացման, ուստի այս պահին առաջարկում եմ մենք նույնպես on-line տարբերակով միանանք երթին, որից հետո արդեն կշարունակենք զրույցը։ Երթը մեկնարկեց 19:15-ին խորհրդանշական ժամը եւ իսկապես կարեւոր խորհուրդ ունի օրը, որովհետեւ դժվար ժամանակներում ենք այսօր ապրում եւ ուրացման ժամանակներում, այսպես ասեմ, ինչպես նշեցի, դուք նույնպես այնտեղ էիք, քանի որ ես ցավոք սրտի չկարողացա ներկա գտնվել հարգելի պատճառներով եւ առհասարակ մեզ աշխարհի տարբեր անկյուններից դիտող մեր դիտողներին կցանկանայի մի քանի նախադասությամբ ներկայացնեիք ինչ տրամադրվածություն էր տիրում այնտեղ եւ առհասարակ ինչ մեսեջ եւ ասելիք ունի այսօր։ Իհարկե հիմա այստեղ եմ, բայց մտքերս սիրտս այնտեղ է։ Իհարկե այսօր վատ եղանակային պայմանները գնալուց առաջ հրապարակ մտավախություն ունի, որ մարդիկ խուսափելով անձևից ուժեղ անձևից եւ այլն չէին գա, բայց տեսանք, որ բազմահազար է հրապարակը եւ իմ համար ամենակարևորը, որ շատ են երիտասարդները, որտեղ դա հույս է տալիս, որ ինչպես Ադրբեջան եւ Թուրքիա դեպի վաղելուց առաջ ասին, որ պետք է պայքարը շարունակվի, որ այդ երիտասարդները հենց դրա վկայությունն են, որ պայքարը շարունակվել, որտեղ հաճախ եւ մանավանդ երբ որ դրսից ասում են Ռուսաստան լինի, ԱՄՆ լինի, Ֆրանսիա, նայում ես Հայաստան ու զարգացումներին, անկախ այդպես մտավախություն է լինում, որ հասարակությունը համակերպվել է, պատրաստ է հանձնվել, բայց այդ մարդիկ, հատկապես երիտասարդները, երեխաները, որոնք այնտեղ են, դա հույս է նշանչում, որ ոչ, պայքարը շարունակվում է, ազգը չի հանձնվում եւ պատրաստ է իրավունքների համար պայքարել։ Իմ կարծիքով դա է ամենակարևորը։ Իդեպ կազմակերպիչների մեջ ներգրաված էին ճիշտ է հիմնականում երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ, ուղղակի հետաքրքիր է ինչ է տեսա պայմանավորված եւ ինչ ոգով էին նրանք։ Գիտեք ինչ, հիմնականում կազմակերպիչի երիտասարդական թևն է դաշնակցության, բայց կրկնեմ, կարևորը որ ոչ միայն նրանց աջակիցներն էին, այլ ես այդտեղ ընդհանրապես երբ մինչ Մոսկվա տեղափոխվել աշխատանքի պայմանը միշտ գալիս էի Ջահելով երթին կամ եթե Հայաստանում լինում ունեք այս վերջին տարիներին մասնակցում եմ եւ շատ կարեւոր է եւ դա պահպանում է, որ դա դիտարկվում է ոչ թե օրինակ կուսակցական միջոցառում, այլ դա ամբողջ ազգային միջոցառում, որտեղ հայերը ցույց են տալիս, որ նրանք հիշում են, նրանք պահանջում են եւ պատրաստ են պայքարել։ Դա համար հենց դրանով եմ բացատրում, որ երիտասարդները ավելի շատ են, որովհետեւ միշտ նրանց դա այդ պատրաստությունը ակտիվ գործողությունների պայքարի ոգեշնչում է եւ հրապուրում է, կանչում է։ Երթին եւ թեմային դեռևս թողարկման ընթացքում կանդրադառնանք, իսկ հիմա այլ թեմաների մասին Փաշինյանը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը եւ մայիսի 9-ին գտնվելու է Մոսկվայում, մասնակցելու է տոնակատարություններին։ Հարցս հնարավոր է մի քիչ առաջին հայացքից անհեթեթ ընչի, բայց ըստ ձեզ արդյոք նա կմասնակցի այդ տոնակատարություններին, թե ոչ։ Չէ, նա կմասնակցի, բայց իմ համար նա շատ հետաքրքիր է։ Տեսեք, իշկա Ադրբեջանը արդեն պաշտոնապես հայտարարել է, որ իրենց զինվորականները մասնակցելու են շքերթին, իմ համար շատ ես որպես հայ Մահմադ իմանալով ինչ մեծ ներդրում ունի հայ ազգը մեծ հայրենականում հաղթանակի մեջ, սովետական միության բոլոր ժողովուրդների հետ, շատ կուզենա նաև մեծ զինվորները
քայլեն, հիշում եք մի քանի տարի առաջ այդպես էլի հոբելյանական շքերթներ, հայ զինվորները անցնում էին, այնտեղ հիշատակում էին մեր հայտնի զորավարներին, հերոսներին, ամբողջ կարելի ասել հետ հոթային տարածքով եւ կուզենամ որ դա էլ լինի, բայց օրինակ միջև ման հասկանալի է, ես մտավախություն ունեմ, որ օրինակ կարող Նիկոլ Փաշյանը գնա, բայց որպես այսպեսի ժեստ արմունքին, հատկապես ԵՄ-ին, որ արդեն զգուշացել է շատերին որ չմասնակցեն, գնա այդպեսի քայլ հստակ չգիտեմ, տեղեկատվություն չկա, բայց այն որ նա կմասնակցի, այո, կմասնակցի, որովհետեւ տեսնելով վերջին զարգացումները նա հասկանում է, որ եթե այս հոբելյանական կանցած տարի տեսեք նա գնաց ԵԱՏՄ-ի գագաթնաժողովին, բայց չմնաց մայիսի 8-ին մասնակցեց այդ միջոցառումներին ԵԱՏՄ, բայց չմնաց շքերթին ի տարբերություն մյուս առաջնորդներին ԵԱՏՄ երկրների, բայց այս անգամ հասկանալով որ հոբելյանական տարի տարբեր երկրներից առաջնորդներ են գալու, Չինաստանի նախկին նույնիսկ ԵՄ-ի շատ մի քանի երկրների վարչապետներ են գալու Հունգարիայի եւ Սլովակիայի։ Այ հենց մինչև Հունգարիային եւ Սլովակիային անցնելը եւ ես հենց դրա համար էի հարցնում, որ Եվրամիության տեխնացու երկրներին արդեն զգուշացրել են եւ հասկացվել է նրանց, որ նրանք չպիտի մասնակցեն ինչ-ինչ պատճառներով եւ նույնիսկ սպառնացել են, այս հաստատել նաեւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը Կայա Կալասը եւ հետաքրքիր է Փաշինյանը արդյոք չի վախենա մասնակցել եւ ինչ հետևանքներ ու խնդիրներ առհասարակ սա կարող ունենալ դրա հարցն է այս բանին ով կարող ավելի մեծ վտանգ ներկայացնել ըստ նրա ես դա ինչու կրկնեցի որ Ռուսաստանի համար դա շատ զգայուն թեմա է այդ հոբելյանական միջոցառումները եւ Փաշինյանը որը կարելի ասել հակառուսական այսպիսի քաղաքականություն է վարում մենք տեսնում ենք հստակ քաղաքականություն քայլեր որոնք միտված են վերջացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերություն բայց շատ լավ հասկանում է որ այսպիսի ցուցադաբար չմասնակցելը դա արդեն կարող է հետևանքներ բերի մանավանդ այլեմ ասում հաշվառնելով արևմուտքում այս խնդիրները, որոնք կան ԵՄ, ԱՄՆ եւ այլն, դա համար կփորձի մասնակցել, որպեսզի միանգամից այսպես բացասական ռեակցիա չլինի Մոսկվայում, բայց զգուշավորությամբ իր հիմնական քաղաքականությունը նա շարունակելու է։ Ես չեմ կարծում, որ այս շքերթի մասնակցելը նշանակում է, որ Փաշինյանը հրաժարվում է այն քաղաքականությունից, որի նպատակն է Հայաստանի եւ Ռուսաստանի այդ դաշնակցային հարաբերությունները դադարեցնելն է։ Իդեպ, քանի որ նշեցի Կայա Կալասի անունը, կարդացել եմ, որ նա կժամանի Ադրբեջան, բայց չի գա Հայաստան, ըստ ձեզ սա ինչի է դա պայմանավորված։ Պայմանավորված է նրանում, որ Ադրբեջանը ինչպես բազմիցս նույն ֆոն դեր Լայենը, որը Եվրահանձնաժողովի նախագահն է, անդադ նշում է, որ դա մեր գլխավոր, կարևոր վստահելի գործընկեր է։ Մենք տեսնում ենք նույն Ադրբեջանի նախագահան Չինաստանում է, ինչ ընդունություն ռազմավարական գործընկերության մասին այսպեսի համաձայնագիր ստորագրեցին, եթե չեմ սխալվում։ Դա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության արդյունքում հստակ տարածաշրջանային կարելի ասել առաջնորդ է հայտնվել իդեմս Ադրբեջանի եւ գլխավոր խաղացողները փորձում են նրանց հետ լեզու գտնելով, անտեսելով Հայաստանը, որովհետեւ եթե Հայաստանը ամեն ինչում ենթարկվում է Ադրբեջանի պահանջներին եւ Թուրքիայի պահանջներին, ապա ինչու խոսել Փաշինյանի հետ, գալու միանգամից խոսել Ալիևի հետ։ Եվ նաև նշեցիք, որ Սլովակիայի եւ Վենգրիայի վարչապետները նույնպես ժամանելու են, բայց դեռևս չեն հաստատել, որ ներկա են գտնվելու, գուցե փոշմանել են։ Մինչ այդ նրանք հստակ հայտարարություն են արել, որ լինել են մանավանդ Սլովակիայի վարչապետ Ֆիցոն, դա չեմ կարծում, որ եւ նույնիսկ այդ զգուշացումը, որ եղավ ԵՄ-ի կողմից, դա զգուշացումը եւ ԵՄ անդամ երկրներին ներուղված եւ տեխնացում, այդ երկրները ԵՄ անդամ երկրներ եւ նույնիսկ շատ բացասական արձագանք եղավ նույն Սլովակիայից, որտեղ ասացին, որ մենք ինքներս ենք որոշում ինչ միջոցառումներ մասնակցել եւ այլն, դա Եվրահանձնաժողովի ֆունկցիաների մեջ չի մտնում, մեզ ցուցումներ տալ, թե մենք ուր գնանք կամ ուր չգնանք։ Այո։ Եվ Հայկ որպես վերջին հարց կցանկանայի մի քիչ ավելի լայն պատասխան ակնկալել եւ Փաշինյանը գնում է Մոսկվա եւ նրա այցը առանց շահից դրդված իմ կարծիքով սուբյեկտիվ չի կարող լինել եւ գուցե իր այցը կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների բարելավմանը կամ առհասարակ գուցե ինչ որ այլ գլխավոր նպատակը կրկնեմ, դա այն է, որ Փաշինյանը հասկանում է, որ Ռուսաստանը դեռ ունի լուրջ ազդեցություն Հայաստանի վրա, հատկապես տնտեսական ոլորտում, եւ եթե օրինակ նա
իր քաղաքականությամբ բերի նրան, որ Ռուսաստան որոշեն, որ պետք է անցնել պատասխան գործողությունների, ապա դա կարող է բերել լույս տնտեսական ճգնաժամը կբերի սոցիալական ճգնաժամ, սոցիալական ճգնաժամը հասկանալի է կբերի նաև ներքաղաքական խնդիրների, եւ Մոսկվայում մի քանի անգամ դա մասին նշել են, հիշում եք, թե Օվերչուկի, թե Ռուսաստանի ԱԳՆ-ի Բացասյան Պաշտոնյանների հայտարարությունները, թե ինչ տնտեսական կարևորություն ունի Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար, որ դա հնարավոր չէ կարճաժամկետ կամ նույնիսկ միջնաժամկետ ժամանակներում փոխարինել Ռուսաստանին որպես Հայաստանի գլխավոր գործընկեր, Փաշինյանը դա լավ հասկանում է։ Դա համար մի կողմից մենք տեսնում ենք հստակ քաղաքականությունը, որը միտված է հապկի դեմ եւ այլն, բայց դեռ մնում են ԵԱՏՄ-ում, չնայած նույն ԵԱՏՄ-ի պարագայում մենք տեսանք վերջերս ընդունված օրենքը եվրոինտեգրացիայի մասին, որը նույնպես Մոսկվայում շատ բացասաբար ընկալվեց, որովհետեւ մի քիչ տարօրինակ է, երբ որ դու ասում ես մենք դա կոնկրետ քայլը չի ընթանում, դա միայն մեսեջ է ուղղված է Եվրոպական միությանը, որ մենք ուզում ենք Եվրոպական միության հետ լինել, ապա դամաբանական հետևությունը չէ՞ գալիս, եթե դու ուզում ես նրանց հետ լինել, ում նշանակում դու չես ուզում մեր հետ լինել, բայց ստիպված ես լինել ԵԱՏՄ շրջանակներում մեծ օգուտ ստանալ տնտեսական, ակնկալել է, որ մի օր կարող է Բրյուսելից այսպես հրավեր գա կամ հնարավորություն ստանաս դառնալ այդ միավորի անդամ, եւ իհարկե դա շատ անհասկանալի է ընկալվում Մոսկվայից եւ այլ երկրներից, Ռուսաստանից բացի այլ երկրներից, որոնք ԵԱՏՄ անդամներ են։ Այո, Հայկ, շնորհակալ եմ ինչպես միշտ հետաքրքիր մեկնաբանությունների համար,